Բարև ձեզ սիրելիներս, չեմ ասում հետևորդն, որտեղ տեսակու բլոգեր չեմ, ես ես դիմելաձևին 2 ամիսը, 1 ամիսը, 1 քարապայտ 3 ամիսը 1 եմ դիմում ինձ բոլիմենի հետևողներին ու այն մարդկանց, ովքեր իմ հետ համաձայն են իմ մտքերի ու իմ տեսակետների հետ, հիմա երևի եկավ այդ պահը, ինձ թեթև վիրավորել են։ Լավ չեմ վիրավորել, ուղղակի ինձ ճիշտ չեն ներկայացրել իմ այս 9 ամսվա անցած ճանապարհը, այդ իսկ պատճառով ես ուզում խոսքս ուղղեմ մեկ անգամ ևս իմ շուրթերով գովազդանեմ այդ կուսակցությանը, բայց սա կլինի առաջինը եւ վերջինը։ Խոսքս ուզում եմ ուղղել Քոչարի կուսակցության հիմնադիր գեներալ լեյտենանտ Քենիայի Արտակ Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, հիշում եք այս տեղը։ Ես ձեր մշտական տեղում եմ, ես իմ անհստացեմ, որ մեզ խոսք եք տալիս պավիլոն, տենց է չբացած այդ պավիլոնը, Խեղճ Արիանայի տունը դարձավ ձեր համար պավիլոն։ Խոսքը ձեր տեղից եմ խոսում, էլի։ Ծանոթ է երևի հոգեհարազատ, որտեղ ստեղ ամեն անգամ մտնելուց դուք ձեզ լավ եք զգում, որտեղ մենք ձեզ լավ ենք դիմավորում, որ ճիշտ կարողանում ենք ձեզ մատուցել մեր հանրությանը։ Արիանայի միջոցով։ Հիշում եք այդ օրերը։ Եթե չեք հիշում, վիդեոներ կա, ամեն դեպքում դրեք մեկ-մեկ նայեք։ Լավ, ամեն դեպքում անդրադառնամ փաստին, որի պատճառով ես հիմա մտել եմ եթեր։ Ուրեմն, պարոն Սարգսյան, մի քանի օր առաջ դուք ձեր հարցազրույցներից մեկում լրագրողի հարցին թե ինչու Լևոն Հարությունյանը գնաց ձեր կուսակցությունից, ձեր բերած արգումենտները իմ համար շատ թույլ էր, այդ իսկ պատճառով ես ուզում եմ տեղ ճշտումներ մտցնել։ Երբ որ ես ձեզ առաջի անգամ, ոչ թե ես ձեզ 2 անգամ եմ դրել, մի անգամ, ասում եմ, պարոն Սարգսյան, կարամ մտնեմ Քոչարի կուսակցություն, դուք ինձ շատ շնորհակալ եմ ձեր անկեղծության համար, ասեց, չէ, կուսակցություն մտնելը դա պատասխանատվություն է, դուք արվեստագետ եք, ավելի լավ ցուցակ, բան, շնորհակալություն այդ խորհրդի համար, ու ես կյանքում որևէ ցուցակ չեմ մտնի։ Դուք ինձ դա տվել եք, որի համար ես շնորհակալություն եմ ասում։ Բայց ինչ մնում է ցուցակի հարցում, հիշում եք, որ ոչ թե ես եմ ձեզ խնդրել, այլ դուք եք ինձ խնդրել, որ ես մտնեմ ցուցակ։ Գիտեք խի, որտեղ դու մարդու պակաս ունեք, չեք կարողանում ցուցակը լրացնել։ Նույնիսկ դուք ինձ դրդում էիք, որ ցուցակ բերեմ շատ ճանաչված հայտնի մարդկանց ու փառք Աստծո, որ այդ դեպքը տեղի չունեցավ, ու այդ մարդիկ ինձնից ավելի խելացի ու ավելի ճիշտ անալիզանողներ են, որ հրաժարվեցին, որտեղ իրանք ինձնից շուտ ձեզ ճանաչեցին։ Ես Աստծո շնորհակալ եմ, որ ես այդ մարդկանց չմտցրեցի այնտեղ, որտեղ հիմա ես չեմ էլ ախտին, ինչ որ ժամանակ եղել եմ։ Ու կխնդրեմ սրանից հետո, երբ որ իմ մասին խոսակցություն կլինի, պարոն Սարգսյան, կամ շրջատ սենց մի քննարկեք այդ թեման, որովհետև երբ որ ինձ հարց տվեցին ինչի դուրս եկաք, ես ձեր մասին վատ բան չեմ ասել։ Ես մի բան եմ ասել, ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով։ Ես հիմա չգիտեմ դուք ձեր գործով եք զբաղվում, թե ուղղակի մուխլյոշա։ Եթե հասկանում եք, որ արդեն դուք ձեր գործով չեք զբաղվում, ճանապարհի կեսից ստոպ տալն է դա տղամարդկություն, էլի։ Ինչը որ արեցինք մենք Արիանայի հետ եւ մեր ընկերներով միասին, որտեղ ճանապարհի կեսից հասկացանք, որ մենք սխալ տեղ ենք մտել, ես այն մարդկանց, ովքեր հավատացել են մեր խոսքին, հավատացել են մեզ ու իրենց կյանքում որոշում են կայացրել, ես ներողություն եմ խնդրում, դա մի հատ մեծ փուչիկ էր, որը կամ պայթել է, կամ պայթելու ճանապարհին է։ Սա չեմ ուզում ձեզ բլոգեմ, հիմա ես ասում եմ անկեղծ, պարոն Սարգսյան ջան։ Եվ մի հատ մեծ խնդրանք, մյուս անգամ ես հարցադրումները դեռ շատ կլինի։ Խնդրում եմ, շրջանցեք անցեք, երբ որ իմ անուն ազգանու կամ Արիաննա Հովսեփյանի անուն ազգանու կտան, ուղղակի շրջանցեք անցեք։ Աշխատեք բան չասել, որտեվ երբ որ մի բան ասեք, մենք դրա դիմաց լիքը բան ունենք ասել, էլի։ Չենք ուզում ձեզ ցավացնել։ Իսկ եթե պահել է լինում ցավացնել, որ դրանում մեղավորը դուք եք մեզ ստիպում, որ մենք սենց արտահայտվենք։ Ես ամեն դեպքում թեթև ներկայացնեմ ինչի համար դուրս եկա կուսակցությունից։ Երբ որ ես վերջին ժողովին եկա, երբ որ ես ժողովին մասնակցում էի Քոչարի կուսակցության անդամների հետ միասին, երբ որ ժողովը սկսվեց, առաջի ու երկրորդ համարը չկարողացաք իմ կարծիքով չկարողացաք ներկայացնել կուսակցության ծրագիրը։ Կիսատ պռատ կմկմալով։ Ես այդ պայն առաջ անգամ մտածի լավ, ես ուր եմ ընկել։
ոնց կուսակցություն, Քոչարի կուսակցություն, առաջի եւ երկրորդ համարին, երրորդ համարը մեր ընկերները չեմ ասում, ինքը չէր եկել։ Ինքը ճիշտ որոշում էր կայացնել։ Որտեղ կուսակցության անդամներից մեկը, երբ որ դիմեց կուսակցության անդամներին, շատ խնդալու նախադասություն ասեց. «Խնդրեմ գրանցեք, ով ինչ մեքենա ունի, որ կարողանաք այդ մեքենաները օգտագործել»։ Լուրջ։ Կենիայում հեղաշրջում արած Սուդանը կիսած տղեկը դες մեքենայի խնդիր ունեին, դες կղզիների աշխարհի 70 երկրներում թույն բիզնես են ունեցող, բանկերում հաշիվներ չկարողացող բացող, հիշում եք ով է բացել հաշիվը, լավ չանդրադառնամ դրանք, ձեր համար կարող է մանր բաներ են, բայց ամեն դեպքում մանր բաներից էլ տեսեք դուք ուր եկաք հասակ։ Խոսքով ձեր անցած ճանապարհը 9 ամիսների ընթացքում, ախր դուք որ նոր եկել եք, դուք մի հատ մեծ խնդիր ունեիք, չէ՞։ Դուք ուզում եք ձեզ ճանաչողություն։ Ու դուք դիմեցիք Արիաննա Հովսեփյանին։ Ոչ թե ասեմ այդ տղա աղջիկը, այդ ուժեղ աղջիկը։ Աղջիկը տղա չի, աղջիկը կամ ելնա կին մայր, կամ ուժեղ։ Իսկ Արիաննան ուժեղ է։ Երևի դրանում համոզել եք, որտեղ որ 25 անգամ զանգում եք, հիշում եք, Արիաննա ոնց անենք, Արիաննա ինչ անենք։ Հա, ուր ենք ասել, հա։ Ու Արիաննան ու մի քիչ էլ ես ոնց է ձեզ բերեցինք ճանաչողություն, ձեզ ճանաչեցին։ Հասկացան ինչ բան է Քոչարի կուսակցությունը։ Քոչարի կուսակցության ծրագրերը, որը նոր եմ հասկանում, որ փուչի կա։ Ու այս վերջի հացազրույցի ժամանակ ես հասկացա ևս մեկ բան։ Դուք պատմում եք այն պատմությունները, որը 600 անգամ տարբեր տեղեր ասել եք։ Լավ, նույնիսկ ձեր մոտ նոր ծրագրեր չկան, նոր մտքեր։ Այսինքն դա լավ, տենց կառուցված խոսույթ էր, որ դուք անընդհատ բերում եք, հասկանում եք, որ դա մարդու վրա կարող ազդեցություն ունենա, ու մեր վրա ունեցել էր, ու մենք խափնվել ենք։ Ու փառք Աստծո, որ մեր ընկերներով ճանապարհի կեսին դա հասկացանք։ Ու ես հիմա խորհուրդ կտամ նաև այն մարդկանց, ովքեր Արիաննայի եւ մեր պատճառով ուզեցել են գոնե իրենց ձայնը տալ Քոչարի կուսակցությանը, ես կարող եմ ասել հանգիստ ձեր որոշումը կայացրեք, կարող եք չտալ։ Դա մեծ փուչիկ է, որը կամ կպայթի, կամ պայթել է, կամ էլ պայթելու ճանապարհին է։ 2018 թվականին մեկ անգամ ևս խաբել են։ Խաբեն ևս մեկ անգամ։ Դրա համար ես ներողություն եմ խնդրում, ովքեր մեզ հավատացել են, ովքեր մեր հետևից ուզում էին գային, մի արեք այդ բանը։ Ձեր որոշումը ուրիշ տեղ կայացրեք, բացի 16 համարին, բացի 16-9։ Տենց գրվում է գերեզմանակարին, չէ, 9-ը գեցիք 16, ասեք 9 թվին ծնվել է, 16 թվին մահացել, որտեղ օրինակ բերեցի։ Տենց ժողովուրդ ջան, մի խոսքով այսքան բան եմ ուզում ասել, շատ բան կասել եմ, եկել Պարոն Սարգսյան ջան, մի բան էլ ասեմ, սրանց հետո եթե իմ եւ Արիաննա եւ մեր ընկերների անունը որ արծացում են, աշխատեք շրջանցել ու անցնել, բան մի ասեք, որտեղ եթե դու մի բան ասեցիք, մենք կարող ենք 100 բան ասել։ Մեկ էլ մի բանն է, վերջերս անդադ հիմա հիշում եմ, մենք լիքը ընկերներ ունենք, որ ասում են լավ էլի այդ մարդուն ինչ-որ պատմություններ էին պատմում, որ այս մարդիկ էս են արել, էս են արել, էս են արել, մենք չէինք հավատում։ Բանից պարզվեց մեր ընկերները ճիշտ էին։ Ու մեկ էլ մի բան ասեմ, պարոն Սարգսյան, դուք ընդ լավ մեծ կռիվ ունեք, կարող է ճշտեք, Քենիայում ինչի է Հայաստանը սեփ ցուցակում։ Դե ծանոթներ ունեք, որ խնդրեմ մի հատ կճշտեք, որովհետև վերջերս ես իմացա, որ Քենիայում Հայաստանը մտցված է սեփ ցուցակ։ Չգիտեմ դա ում պատճառով, միգուցե իմ պատճառով է։ Ամեն դեպքում լավ եղեք, պինդ եղեք, ձեզ մաղթում եմ հաջողություն, եթե կարողանաք։ Ու
ինձ զարմացրեց մի բան, երբ որ լրագրողը ձեզ հարցրեց ինչքան եք հավաքել, դուք մինչև հիմա մտածում եք, որ դուք կհավաքեք այնքան, ինչքան Փաշինյանն է հավաքել։ Չեմ խնդրում, ուղղակի ժպտում եմ։ Ամեն դեպքում Աստված հավաքեք։ Աստված, որ մենք հասկանանք սխալվել ենք։ Կուզենամ մեր հաջորդ վարչապետը դուք ելեք, դրանով ինչ եք անելու։ Երթական սուտը, երթական խապկանքը, երթական մուխ լյոշը։ Ու վերջում չգիտեմ ինչ ասեմ։ Վերջում նես կուզնամ վերջը չլնի։ Մենք միշտ մտածում ենք տղա ворց, ես միշտ այդ արծարծացում եմ, ես մի պահ այդ քթել այդ մարդուն ձեր մեջ հանգած հասկացա, որ մի խոսքով, պարոն Սարգսյան ջան, պինդ եղեք, մի նեղվեք, ու այսօր տեսեք, մեկ մի հատ արգումենտ բերեմ, երբ որ լրագրողը ձեզ հարցնում եք, բայց վարձկան զինվորներին ոնց եք բերելու, դուք շատ խնդրել ասեք տուրիստական ճանապարհով։ Այսինքն դուք ուզում եք Հայաստանում զարգացնել տուրիզմը։ Իսկ այդ տուրիստական ճանապարհով եկած վարձկաններին հետո ոնց եք տեղափոխելու սահման։ Այդ զենքերը ձեզ որտեղից։ Դե դուքի ֆրոյում դրած համար եք տալուց, ինքը կարելի զենքը վերցնում միանգամից սահմանականում։ Այսինքն դուք ոնց որ այդ վարձու զինվորներով ուզում եք ազգի գույնը փոխեք, հա։ Ես մի բան հասկացա, պարոն Փաշինյանը ուզում է ջնջել հայ ազգի հիշողությունը, հայ ազգի անցյալը, առավելևս հայ ազգի ներկան, իսկ դուք ուզում եք փոխել հայ ազգի գույնը, ոնց որ դուք միասին եք, հա։ Տենց ենթադրություն է, ժամանակը ցույց կտա, քիչ ժամանակ մնացել, բայց ես վախենում եմ, սիրելի հետևորդներ, արդեն ձեզ եմ դիմում, որ նույնիսկ կարող այս ամեն ինչը չհասնի իր վերջնակետին, ինձ թվում է շուտով վիբրներ չի լինելու, դա հետաձգվելու է։ Իրվիկ ապրենք տեսնենք։ Պինդ եղեք, պարոն Սարգսյան, էլի ձեզ ասելու բան չունեմ, աշխատեք ձեզ ընես պահել, որ ես վաղը ձեր մասին ասելու բան չունեմ։ Ամեն դեպքում մենք ձեր հետևից վատ բաներ չեմ խոսում։ Եթե խոսում ենք էլ, ուրեմն դրա պատճառը կա։ Ամեն դեպքում այդ պատճառները հիշեք, որտեղից է եկել։ Չեմ ասում մի շնորհ հանդիպում, ուղղակի ասում եմ, ստեսություն ձեզ պինդ եղեք։